Լույս օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում։ Բարի առավոտ, ինչպես միշտ յուրաքանչյուր աշխատանքային առավոտ Անահիտ Կիրակոսյանը, Վրեժ Կիրակոսյանը թողած իրենց բանուգործը շտապում են 21 TV, որպեսզի ասեն ձեզ օրդ բարի եւ մի փոքր օր կազմակերպելու համար ձեզ էներգիա տան։ Դե ինձ սիրելիներ ճիշտ ժամանակն է որպեսի արթնանանք միասին, ասեմ որ տեսախցիկներից այն կողմ ձեզ համար նույնպես աշխատում է մեծ թիմ ու մենք բոլորս հենց հիմա դրական էներգիա ուղարկելով խոլովակ ենք ձեզ նվիրում գնացինք։ Եվ այսպես, մայիսի 17-ին թանգարանային գիշերը երկրաբանական թանգարանը կներկայանա մի քանի հետաքրքիր ծրագրերով։ Թանգարանում Չինաստանից բերված ցուցանմուշներ ներկայացված կլինեն ժամանակավոր ցուցադրությամբ, օրինակ քարը չինական մշակույթում եւ բնության հուշարձանները Չինաստանում։ Եվ այդ կապակցությամբ մենք ունենք այսօր հյուր մեր տաղավարում, մեր հյուրն է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը։ Բարի առավոտ, Տիկին Գայանե։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Հրաշալի, նախատոնական օրը հյուրընկալվել ձեզ, սա մեծ պատիվ էր մեզ համար։ Մեզ համար էլ մեծ պատիվ է, որ այս առավոտ ժամանակ եք գտել տրամադրելու մեզ, որպեսզի պատմեք, թե ինչ հետաքրքիր նորություններ են սպասվելու թանգարանային գիշերը եւ ոչ միայն, հա։ Նախ ինչպես է համագործակցությունը եղել Չինաստանի հետ, ինչպես է որոշվել, ինչ քարեր բերվել, ներկայացնել եւ այն մի քիչ մանրամասնենք։ Սիրով Անցյալ տարի մենք 75 նմուշներով հանդես եկանք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուջիան քաղաքում մի հիանալի ցուցադրություն 3 ամիս տևողությամբ, որից հետո ի պատասխան դրան մենք հյուրընկալեցինք այն ցուցանմուշները, որոնք արդեն ցուցադրվում են Երկրաբանության թանգարանում։ Իհարկե այս տոնի երկրաբանների միջազգային օրվա կապակցությամբ մենք ցուցադրության բացումը արեցինք, բայց մեկ ամիս հետո շատ հարմար առիթ է, որպեսզի ել ավելին այդ համայնքի, որտեղից որ բերված էին այդ նմուշները, եւ այն նմուշների հիմնական մասը շոուշան, այսպես կոչվող քարից է պատրաստված, մենք խնդրեցինք մեր գործընկերներին համասարանական համայնքին, դպրոցական համայնքին, իհարկե չինական լեզվակիրներին, որպեսզի ել ավելի մանրամասնեն այդ համայնքը, քարի էությունը, քարը չինական ժողովրդական բժշկության մեջ, քարի պաշտամունքը եւ այսպես ստացվեց մի գեղեցիկ ծրագիր, որը սիրով այդ օրը կներկայացնենք հանրությանը։ Մուտքն ազատ է լինելու, թե պետք է նախորդ տոմսեր։ Թանգարանների գիշերը, եթե չեմ սխալվում։ Գիշերը դե հա, գիտենք։ Այո, մուտքը ազատ է 10-ից մինչև 12:00 մենք կհյուրընկալենք թանգարանների գիշեր միջոցառման շրջանակում, իսկ հաջորդ օրը ամսի 18-ին մենք թանգարանների միջազգային օրը կնշենք, սա արդեն 10-ից մինչև 17:00։ Իսկ ինչքան է տևելու ցուցադրությունը, մինչև երբ եւ ինչ ցուցադրությունը կտևի դեռևս 2 ամիս, քանի որ անցյալ տարի նաև մենք ձեռք բերեցինք մի համագործակցություն, հրավիրեցինք Շանհայի երկրաբանական թանգարանի ղեկավարությանը Հայաստան եւ ահա այս տարի մենք կհյուրընկալենք նրանց, հուշագիր կկնքենք, որից հետո արդեն 10 օր հետո կփակվի այս ցուցադրությունը, կտեղափոխվի մեկ այլ թանգարան, որտեղ կցուցադրվի մասնակի։ Այն, որ մենք մեզ համար կբացահայտենք իրենց մշակույթը, հա, իրենց քարի տեսակները, առանձնահատկությունները հրաշալի է։ Իսկ ինչպիսին են իրենց տպավորությունները մեր պատմությունից, մեր մշակույթից, երբ դուք եք ներկայացրել մեզ։ Իհարկե շատ հաճելի է տեսնել այն խանդավառությունը եւ այն հոսքը, որը կար դեպի մեր ցուցանմուշները դիտելը, չնայած այն բանի, որ եթե դուք եւս կարող եք համոզվել, երբ այցելում ենք իրենց թանգարանները հագեցված են, շատ հսկայական տարածքներ տրամադրված են թանգարաններին, նոր տեխնոլոգիաների կիրառումը, սակայն ինչպես մենք զգացինք եւ նաեւ ականատես եղանք, ամեն նոր բան նրանց համար հետաքրքիր էր, ցանկացած գիտելիք եւ պատկերացրեք հսկայածավալ քանակով անձիկ այցելեցին մանուկներից մինչև ծերեր եւ ամենամեծ այցելությունը 3 ամիսների ընթացքում աստորեն գրանցեցինք մենք այս տարի, անցյալ տարի կներեք։
Այ դուք հիմա նստած եք, իսկ ես չեմ կարողանում աչքս կտրել այս յուրահատուկ Գեղեցիկ է, չէ՞։ զարդից, որ այսօր կրում եք դուք մի փոքր կպատմեք, ինչ պատմություն ունի նա, ինչ քարեր են եւ ինչու եք հենց այսօր այս եթերի ընթացքում ընտրել այս զարդը։ Ես մասնագիտությամբ երկրաբան եմ եւ շատ հետաքրքիր միշտ մանրադիտակի տակ դիտում եմ բնական քարերը իրենց բնական վիճակով եւ նախընտրում եմ ունենալ այդ զարդեր, որոնք բնական քարերից բացառապես կլինեն։ Իսկ հաճախ կրում եմ այն պատճառով, որ սա եւս ունի ուսուցողական նշանակություն, երբ այցելուի հետ շփվում ես, նա անպայման անտարբեր չէ այդ քարերի նկատմամբ, իսկ թանգարանը ունի այնպիսի հարուստ հավաքածու, որտեղ այս քարերը բնական վիճակում են ցուցադրում։ Եվ ամբողջ թանգարանի ցուցանմուշները բացառապես բնական առաջացումներ են, դրանք բյուրեղներ, 1500-ից ավել ցուցանմուշ միայն թանկարժեք եւ պիսաթանկարժեք քարերից ենք մենք ցուցադրում եւ յուրաքանչյուր կրթական ծրագրի ավարտին թույլ ենք տալիս, որ երեխաները եւ մեծահասակները շփվեն այդ քարերի հետ, ինչու՞ չէ նաեւ պատրաստել մի փոքրիկ հուշանվեր, զարդ, որը կարող են իրենց հետ տանել։ Այ քանի որ քարերի հետ ձեր կյանք, այսինքն ուսումնասիրելով է անցել, կա այսպիսի հա երևույթ, որ մարդիկ ասում են, որ յուրաքանչյուր մարդ ունի իր քարը, ասում են, այս քարը քեզ հաջողություն է բերում, այս քարը քեզ որպես դուք որպես գիտնական, ի վերջո գիտնական եք, ուսումնասիրել եք այդ ամեն ինչը, կա այդպիսի վարկած, այս յուրաքանչյուր մարդ ընդունենք դա, որ ունի իր քարը կամ իր հաջողություն բերող քարը։ Այս հարցին կարելի է շատ հումորով մոտենալ, քանի որ ես նշեմ գիտաշխատող եմ եւ շատ հետաքրքիր է, երբ յուրաքանչյուր քարի մեջ դու կարող ես դնել իմաստ, սակայն իմ նպատակը ոչ թե հավատալ այս ամենին, իհարկե դա միջնադարում մենք Ամիդովլատ ամասեցին, մխիթար հերացին, ինչու չէ նաև մենք այդ օրը ելույթ կունենանք օրինակ հնդկական բժշկության մեջ ինչպիսի քարեր են օգտագործում։ Ես ուղղակի այս բոլորը դիտարկում եմ կրթություն եւ գիտությունը հանրայնացնելու հետ կապված։ Ինչու է առաջանում բյուրեղը, ինչու է գունավորվում նույն նյութը տարբեր գույներով, ինչպիսի քիմիական երևույթներ են տեղի ունենում, փոփոխություններ եւ գունավորող նյութերը որոնք են, որոնք օրինակ լեռնային բյուրեղին, որը կվարցի ուրեմն առաջացումն է, կարող է հանդես գալ ամենատարբեր գույներով, մոխրագույն, դեղին, վարդագույն, ահա այդ կողմից եմ ես մոտենում հարցին, իսկ որ յուրաքանչյուրը ունի իր քարը, այս հարցին կարելի է պատասխանել այն քարը, որը ձեզ դուր է գալիս, դա ձեր քարն է։ Քարը ունի բնավորություն։ Իհարկե հիշողություն ունի բնավորություն, ունի հիշողություն, այ ամենապարզունա գլաքարը, եթե մենք վերցնենք, մենք կարող ենք նաև նրա արտաքին տեսքից պատմել, թե որքան ճանապարհ է նա անցել, ինչպես է հղկվել, ինչպիսի գետով է այն հոսել, եւ յուրաքանչյուրը միլիոնավոր տարիների պատմություն ունեն։ Յուրաքանչյուր քար, գետի ափին այն լինի, ծովի ափին լինի, եւ իհարկե ունի դիմադրողականություն, ունի ֆիզիկական հատկություններ, քիմիական միացություն է նա, եւ ահա մեր կրթական ծրագրերը, որոնք իրականացնում ենք թանգարանում, բոլորը միտված են ահա այս ամեն հարցի պատասխան տալուն եւ ստանալուն։ Ինչ է սպասվում, այսինքն 2025 թվականին բացի այս ցուցադրությունից, որ կավարտվի, կսկսվի, հա, այլ ծրագրեր եւս թանգարանը նախատեսում է կրթական եւ նմանատիպ։ Այո, թանգարանը ունի մի շատ հետաքրքիր ծրագիր, ամռանը մենք արդեն կսկսենք շրջիկ թանգարանով այցելել սահմանամերձ համայնքներ։ Ինչպես գիտենք, այսօր բոլորիս ուշադրությունը պետք է սևեռել սահմանամերձ համայնքներ, քանի որ այստեղ շատ բարդ է իրավիճակը եւ մի փոքր համայնքի բնակիչներին ուրախություն պատճառել, ցուցանմուշները կցուցադրվեն ժամանակավորապես, կընթանան կրթական ծրագրեր, այնուհետև իրենց պատրաստված բնագունեղ քարերից արդեն հուշանվերները ցուցադրություն կունենան եւ իհարկե կթողնենք այն դպրոցներին, որ դպրոցներում որ իրականացնենք այս միջոցառումները։ Սա իհարկե շատ կարևոր է, երբ անդրադառնալու եք մարզերին, իսկ ինձ հետաքրքիր է առհասարակ ինչպիսին է շահագրգռվածությունը դեպի այցելուների էլի քանակի մասով, եթե նայենք տարիների ընթացքում հիմա ավելի շատացել է, թե ունենք այդ խնդիրը
իրազեկելու, մոտեցնելու մարդկանց այցելուներին դեպի մեր պատմությունը, մշակույթը եւ ոչ միայն։ Մենք մի այսպիսի ընդմիջում ունեցանք նախակովիդյան ժամանակաշրջան եւ հետկովիդյան։ Նախակովիդյանի ժամանակ մենք ամենաբարձր ցուցանիշը ուրեմն 1 տարի 20,000 այցելու, սա թանգարանի համար բավականին լավ էր։ Այն դեպքում, եթե մենք նայում ենք նախորդ տարիները, ես արդեն 14 տարի է թանգարանն եմ ղեկավարում եւ ահա տարիներ շարունակ երազում էի այն պահին, ինչ այսօր մենք ունենք։ Պարզապես այն բազմաթիվ այցելուները, խմբերը, որոնք զանգահարում են, մենք նրանց օրերի մեջ բաշխում ենք, որպեսզի օրական 7-8 խմբեր կարողանանք ընդունել։ Ընդհանրապես թանգարանը մեր մի փոքր ավելի տարածք է պահանջում, քան այսօր կա, այդ իսկ պատճառով միաժամանակ մենք շատ դժվարանում ենք մի քանի խմբեր ընդունել եւ այսպես իրենց գրանցում ենք եւ կոնկրետ ժամերի մեջ նրանց Ինչ լավ է, սա գովելի է, այսինքն փոխվել է դեպի դրականը։ Այո, շատ դրական փոփոխություն կա, մենք նաեւ համահունչ դպրոցական համայնքի հետ ենք աշխատում, ինչու քանի որ վերջի տարիներին շատ նախագծային աշխատանքներ են իրականացվում եւ որպեսզի դպրոցը ստանա այն, ինչը անհրաժեշտ է իրեն, այս տեսանկյունից մենք օգտակար հանածոների, օրինակ ստենդ կարող ենք նրանց հետ հավաքել եւ դա կլինի մշտական իրենց լսարանի բաղադրիչ մասը, որտեղ կնշվեն Հայաստանի օգտակար հանածոների մի մասը։ Մեկ այլ տարբերակով ամառային դպրոցներ եւ համայնքային ուրեմն այսպիսի ծրագրեր կան, երբ ամռանը շատ հետաքրքրված են այցելություններ դեպի լեռներ, դեպի մայր բնություն, ահա մենք մեր նմուշներից ելնելով արդեն հրաբխային առաջացումները անմիջապես օրինակ ցույց ենք տալիս հրաբխային լեռան ստորոտում կամ հրաբխային լեռանն ենք ծանոթացնում ինչ են պատմում հրաբուխները այսպիսի թեմայով մենք շատ լավ կրթական ծրագրեր ունենք նշում ենք նաև բազմաթիվ էկոլոգիական տոներ այ մեր այս տարի այցելուները նաև մի քանի ծրագրերի կծանոթանան բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործում եւ սա Կոջոյանի անվան դպրոցի ավագ դասարանցիներն են ներկայացնելու ինչպես խնայել բնական ռեսուրսները եւ ինչպիսի գիտելիք հաղորդել հանրությանը Իդեալից վերջերս դպրոցներում էլ կա տենդենս այսպիսի անա, չգիտեմ, երևի քո բալիկնել է նույն այդ հասակին, ինչ որ իմը տղաները sense որ մի փոքր ջուրը ծորակը բացում, պապա ջուրը փակի երկիր մոլորակը կծառավի, տղաս ասում է, եւ այս մշակույթը շատ կարեւոր է մեր բնական ռեսուրսների, այսինքն օգտագործման հետ կապված ծերունների դասիրակման գործում եւ իրապես կրթական ծրագրեր իրենց առանձնահատկություններ ունեն։ Այ այսօր ես եթե չեմ սխալվում, հա, մենք ունենք երկրաբանների պակաս հանրապետություն եւ գիտեմ որ սա շատ լուրջ խնդիր է մենք ունենք բավականին լուրջ այսինքն ռեսուրսներ որոնք որ պետք է ուսումնասիրվի թանգարանը այսինքն այս ծրագրերով բնականաբար մոտեցնում է երեխաներին որպեսզի սիրեն այս մասնագիտությունը եւ գնան որն է այս մասնագիտության այսօրվա մեր ժամանակակից դարում գրավականը որ օրինակ ասենք որպես դուք թանգարանի նաեւ ղեկավար այսօր կհորդորեք որպեսզի օրինակ ձեզ հիմա կլսեն նաև շատ ավարտական դասարանում գտնվող երեխաներ, որոնք չեն կողմնորոշում իրենց մասնագիտության միգուցե գնան եւ երկրաբաններ դառնան։ Այո, ինչու՞ չէ, հատկապես այս հաղորդումը ինձ թվում է շատ կարեւոր է, այն առումով, որ արդեն մասնագիտությունը ընտրելուց մի փոքր գոնե ծանոթ լինեն մասնագիտությանը։ Այդ տարիներ շարունակ գիտության բոլոր ճյուղերը այնպես չեն հանրայնացվել, ինչպես սկսվեց անցյալ տարիներից։ Եվ անցյալ տարի մենք 2-3 գիտական փառատոներ ենք ունեցել, որտեղ ներկայացվեց երկրաբանական գիտությունը եւ կհորդորեմ, որ անպայման դիմեն երկրաբանական ֆակուլտետ, քանի որ այստեղ մենք պահանջ ունենք եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը միայն չսահմանափակվեն, որ այն դժվար է, այն հարիշ չէ, նույնիսկ աղջիկներին շատերը մտածում են, որ սա տղամարդու մասնագիտություն է, սակայն ասեմ, որ այն ամենառոմանտիկ, ամենահրապուրիչ Սարեր, լեռներ, հրաբուխներ ուսումնասիրել, այո։ Եվ ոչինչ չեն կորցրել, բայց միշտ փնտրում ենք եւ գտնում ենք հրաշալի նմուշներ, կիսաթանկարժեք եւ թանկարժեք քարեր, ինչու՞ չէ։
Եվ ահա բարբերաբար մենք կազմակերպում ենք երկրաբան եւ ուսանող, ինչպես նաեւ դպրոցական հանդիպումը, մենք մեր այցերի ժամանակ դեպի մարզեր նաեւ երկրաբանի մասնագիտությանն ենք ծանոթացնում, իսկ այս պարագայում եթե դիտարկենք, ինչ է թանգարանը։ Թանգարանը մի փոքրիկ պատուհան է դեպի այս մեծ գիտությունը, երկրաբանությունը։ Իսկ երկրաբանությունը իրապես անչափ հետաքրքիր է։ Մենք չէ որ երկիր մոլորակի բնակիչներն ենք։ Ցանկացած բնական երևույթ ուսումնասիրվում է երկրաբանների կողմից։ Դրանք կլինեն սողանքներ, հրաբուխներ, երկրաշարժեր, իսկ այս ամենին գիտակցորեն մոտենալ, իմանալ, պարտադիր չէ դառնալ երկրաբան, այս կրթությունը, որը մենք ապահովում ենք թանգարանում, ցանկացած մասնագիտության տեր մարդ կարող է տիրապետել, ծանոթանալ, իսկ վերլուծությունները արդեն ինքը կկատարի։ Շատ շնորհակալություն ձեր տված էներգիայի համար ու կարևոր է կատարած ծրագրերը նաև կրթական ու նաև ասելիքը ես կարծում եմ որ սա շատ կարևոր գործ է որ դուք կատարում եք ու վստահ եմ որ ամսի 17-ին ու 18-ին սպասվում է իսկապես հրաշալի տոն այս պարագայում այնպես որ այցելուների պակաս հաստատ չեք ունենա թող ձեր գործը լինի շարունակական մենք էլ բացահայտենք գեղեցկությունը Շնորհակալություն անչափ։ Շնորհավորում ենք ձեզ, գալիք իհարկե մասնագիտական տոնի արդիվ, մաղթում ենք հաջողություններ, թող որ ինչպես ասեցիք, յուրաքանչյուր թանգարան իհարկե մի պատուհան է դեպի այն արժեքավորը, որտեղ որ կուտակված են իհարկե գանձեր գնացեք եւ այցելեք թանգարաններ, սիրելի հեռուստադիտող։ Ես կարծում եմ մնում է նաև ավելացնել, որ թանգարանը գտնվում է Բաղրամյան 24A հասցեում, ազգային ժողովի անմիջապես դիմաց Երկրաբանության ինստիտուտի առաջի հարկում։ Մենք սիրով սպասում ենք բոլորին եւ կարծում եմ շատ լավ ժամանակ եւ գիտելիքներ կստանաք այս տարի այցելելով նորից մեր թանգարան։ Անշուշտ մենք էլ միշտ պատրաստ ենք լուսաբանենք բոլոր նորություններին, նոր ցուցադրությունների ու համագործակցությունների մասին։ Շնորհակալություն ձեզ, որ այսօր եկաք մեզ մոտ։ Սիրելի հեռուստադիտող, մայիսի 17-ը թանգարանների գիշերն է, յուրաքանչյուր տարի իհարկե նշանավորվում է եւ բաց են հանրապետության բոլոր թանգարանների դռները։ Գնացեք, գտեք ձեր սիրելի թանգարանը եւ ծանոթացեք արժեքավորին, որին որ դեռևս իհարկե ծանոթ չեք։ Իսկ մենք այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Մնացեք բարով։ Հաջողություն ձեզ։